Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպում են ունեցել Կոպենհագենում։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ սոցցանցի իր էջում գրել է վարչապետը։ Ադրբեջանի նախագահը Կոպենհագենում հանդիպել է նաև Մոլդովայի նախագահի հետ։ Սամդուն շնորհավորել է Ալիևին Վաշինգտոնում Միացյալ Նահանգների վկայությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության նորակարգում ձեռք բերված առաջընթացի կապակցությամբ։ Ալիևն էլ նշել է, որ այդ արդյունքները պատմական նշանակություն ունեն երկու երկրի հարաբերությունների համար։ Գեղարքունիքի մարզի Բուշ հիմնարկներում 2025 թվականի միայն սեպտեմբեր ամսին ծնվել է 163 երեխա, 86 տղա, 77 աղջիկ։ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունից հայտնում են, որ 99 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 29 Գավառի, 23 Սևանի, 11-ը Վարդենիսի բժշկական կենտրոններում։ Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը հայտարարել է, որ Չեռնոբոլի ատոմակայանում էլեկտրաէներգիայի անջատումը արտակարգ իրավիճակ է առաջացրել, անջատում է տեղի ունեցել ԱԷԿ-ի ավերված 4-րդ ռեակտորային բլոկում։ Ներկայում մասնագետներ աշխատում են ատոմակայանի էլեկտրամատակարարումը վերականգնելու ուղղությամբ։